ռեսուրսները կավելանան։ Շատ դուք հարցում եք, այո, շնորհակալություն, Արմենիայի հաջողում, Փաշեքյանցի երրորդ ասեք, այս պահին որոնք են Հայաստանի համար ամենամեծային զբոսաշրջային երկրները, որոնք զբոսաշրջիկ են ներգրավում եւ ո՞րն է նրանց մեկական ցիկլը իրականացնելու որ զբոսաշրջային պրոդուկտի բազմազանություն, գովազդային աշխատանքներ եւ ներկայացումները։ Շնորհակալություն Տիկին Խաչատրյան հարցի համար։ Առաջին 3 տեղում ավանդաբար տարիներ շարունակ 3 երկրներ են։ 25 թվականի արդյունքներով 41% զբոսաշրջիկների ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ մոտ 300,000 մարդ եւ մեր հարևան Իրանը, այսինքն ամենաշատ այցելում են Հայաստան մեր հարևանները։ Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, օրինակ Իրանում սոցիալական ցանցերի հետ կապված սահմանափակումներից ելնելով հիմնականում օգտվում ենք այլ գործիքներից, մասնավորապես խմբային այցելությունների դեպքում տուրօպերատորների հետ ենք աշխատում, իսկ անհատ այցելությունների դեպքում արդեն զբոսաշրջային սուբյեկտների, հյուրանոցների, ռեստորանների հետ ենք աշխատում նրանց հարմար եւ մատչելի ծառայություններ մատուցելու համար։ Ռուսաստանի դեպքում ելի ունենք սահմանափակումներ կապված սոցցանցերի հետ, բայց մենք անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք Ռուսաստանում, առաջինը մարտ ամսին էր, իմիջիայլոց օրեր անց մենք նույնպես մեկնում ենք MITT ռուսական ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ Հայաստանը հանդես եկավ Արմենիա տաղավարով եւ շատ ակտիվ էր տաղավարը ոչ միայն մշակութային եւ մեր գաստրո հյուրասիրության առումովի նկատի ունեմ, այլ նաեւ բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ այցելեցին եւ համագործակցության նոր պայմանագրեր կնքվեցին, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսին մենք Մոսկվայում հայտնի Վեդենխայում Արմենիա պավիլիոնում իրականացրեցինք երկրի ներկայացում, country presentation, որտեղ հրավիրված էին 70 խոշոր ռուսական տուրօպերատոր, որոնք այսպես ասած ոլորտի հիմնական խաղացողներն էին եւ ներկայացրեցինք մեր տուր պրոդուկտները, ինչպես նաեւ բնականաբար Հայաստանից բիզնեսներ եկել մեզ հետ եւ շատ լավ աշխատում է, որքան էլ որ կան սահմանափակումներ ռուսական շուկայում սոցցանցերի հետ կապված, digital marketing-ը թվային գովազդը հատկապես դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած մի քանի գեղեցիկ արշավների արդյունքում մենք հունվարին ունեցել ենք 40,000 ավել զբոսաշրջիկ եւ զբոսաշրջիկների թիվը հասել է 170,000-ի։ Սա նախորդ տարվա հետ համեմատ մոտ 29% աճ է, ներողություն եմ խնդրում։ Մենք կարծում ենք, որ թվային գործիքները նույնպես շատ լավ են աշխատում, ինչպես նաև վրացի գործընկերների հետ օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ինքը իր բերանով փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում շատ արագ զարգանում է դեպի Հայաստան, դեպի Երևան գնալու եւ իր բառերն են բառացիորեն ցիտում, ասեց վրացիները շատ սիրում են գիշերային կյանքը Հայաստանի եւ գալիս են Հայաստան հենց այսպես ասած ուրախ ժամանակ անցկացնելու։ Այս տարբեր գործիքներ ենք կիրառում եւ մի հատ էլ շատ կարեւոր բան եմ ուզում ընդգծել, դա միջազգային էքսպոների ընթացքում մեր ձեռք բերած համաձայնություններն են, պայմանավորվածություններն են միջազգային տարբեր լրատվականների հետ։ Մենք անցած տարի Forbes-ի հետ համագործակցեցինք Wonderlust-ի հետ եւ նման խոշոր լրատվականները, եվրոպական լրատվականները, որոնք հոդվածներ են հրապարակում Հայաստանի մասին, ազդում է դեպի Հայաստան գալու զբոսաշրջիկի որոշման վրա, ինչպես նաև մենք ունեցանք 79 ինֆլուենսերի, բլոգերի, travel բլոգերների եւ լրագրողների այց Հայաստան տարբեր երկրներից եւ եվրոպական եւ արաբական երկրներից եւ ինչպես նաեւ ռուսական շուկայից հայտնի օրինակ Поедим հաղորդաշարը, որը
շատ հայտնի է ռուսական շուկայում, անցած տարի այցելեց Հայաստան զբոսաշրջության կոմիտեի հրավերով։ Սա այսպես համալիր գործողությունների շարք է, որը մենք բարբերաբար իրականացնում ենք եւ իմիջիալոց հաճախ նաեւ հարցնում են, իսկ ինչպես է, որ մենք չենք տեսնում օրինակ Euronews-ում կամ BBC-ում Հայաստանի ռեկլամը, այսպես ժողովրդական այդ հարցին անդադ տալիս են։ Ուզում եմ ասել, որ մենք գովազդը, Հայաստանի գովազդը չենք միացնում Հայաստանում։ Ինքը բավականին թանկ հաճույք է եւ եթե անգամ BBC-ի հետ համագործակցել ենք եւ օրինակ 20 անգամ ցուցադրվել է Հայաստանի մասին հոլովակը, ինքը աշխատել է Հյուսիսային Ամերիկայի երկրների համար եւ այդ գովազդը մենք գումարները ծախսում ենք, որպեսզի թիրախային երկրներում ներկայացնենք Հայաստանը։